Բարև ձեզ, դուք միացել եք Աստվածաշնչյան հարցեր հաղորդմանը։ Խորհուրդ կտամ վերցնել թուղթ և գրիչ ձեր գիտելիքները ստուգելու համար։ Մեկնաբանություններում նշեք, թե քանի հարցի եք ճիշտ պատասխանել։ Ձեզ կներկայացնենք 10 հարց իրենց պատասխաններով։ Պատրաստ եք։ Սկսեցինք։ Հարց առաջին. Ով էր այն մարդը, որ խաչից իջեցրեց Հիսուսի մարմինը և դրեց գերեզմանում։ Տարբերակ առաջին. Սիմոնը, տարբերակ երկրորդ. Նիկոդեմեոսը, տարբերակ երրորդ. Արիմաթացի Հովսեփը, տարբերակ չորրորդ. Ղազարոսը։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը, Արիմաթացի Հովսեփը։ Արիմաթացի Հովսեփը, որ պատիվ ունեցող խորհրդական էր, համարձակվեց գնալ Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Հարց երկրորդ. Որ մարգարեին Աստված հրամայեց ամուսնանալ պոռնիկ կնոջ հետ, իբրև Իսրայելի անհավատարմության նշան։ Տարբերակ առաջին. Օվսե, տարբերակ երկրորդ. Եսայի, տարբերակ երրորդ. Եզեկիել, տարբերակ չորրորդ. Մաղաքիա։ Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջին, Օվսե։ Երբ սկզբում Տերը Օվսեի հետ խոսեց, Տերն Օվսեին ասաց. «Գնա քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդիներ առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է, Տիրոջից հեռանալով»։ Որ գրքում Աստծո անունը չի հիշատակվում։ Տարբերակ առաջին. Ռութ, տարբերակ երկրորդ. Եսթեր, տարբերակ երրորդ. Երեմիա, տարբերակ չորրորդ. Չկա նման գիրք։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը, Եսթեր։ Հարց չորրորդ. Ով ասաց հետևյալ խոսքերը. Ես ինչ եմ արել քեզ, որ 3 անգամ ծեծեցիր ինձ։ Տարբերակ առաջին. Հեզաբելը, տարբերակ երկրորդ. Մարգարեներից մեկը, տարբերակ երրորդ. Կենդանիներից մեկը, տարբերակ չորրորդ. Թագավորներից մեկը։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը, կենդանիներից մեկը։ Տերը բացեց էշի լեզուն և էշն ասաց Պաղամին. Ես ինչ եմ արել քեզ, որ 3 անգամ ծեծեցիր ինձ։ Հարց հինգերորդ. Ում ճակատին երևաց բորոտություն Տիրոջ տանը խունկ ծխելու համար։ Տարբերակ առաջին. Նեեմանի, տարբերակ երկրորդ. Օվսեի, տարբերակ երրորդ. Մանասեի, տարբերակ չորրորդ. Բոզիայի։ Ճիշտ պատասխանն է տարբերակ չորրորդը, Բոզիայի։ Բոզիան բարկացավ և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու զոհասեղանի մոտ։ Հարց 6-րդ. Հիսուսի առաջին քարոզը ինչ թեմայի մասին էր։ Տարբերակ առաջին. Շնորհի, տարբերակ երկրորդ. Գթասրտության, տարբերակ երրորդ. Ապաշխարության, տարբերակ չորրորդ. Ջրի մկրտության։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը, ապաշխարության։ Այդ ժամանակից Հիսուսը սկսեց քարոզել ու ասել. ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Հարց 7-րդ.
Աստված ցերեկվա եւ գիշերվա վրա իշխելու համար ինչեր կարգեց։ Տարբերակ առաջին՝ ոցեղեն սուր, տարբերակ երկրորդ՝ լուսատու, տարբերակ երրորդ՝ սյուն, տարբերակ չորրորդ՝ ոսկեքար։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ լուսատու։ Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց։ Մեծ լուսատուն ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն գիշերվա վրա իշխելու համար։ Ստեղծեց նաև աստղերը։ Հարց 8-րդ. Հեսուի մահվանից հետո ով շարունակեց պատերազմել քանանացիների դեմ։ Տարբերակ առաջին՝ Հուդան, տարբերակ երկրորդ՝ Քաղեբը, տարբերակ երրորդ՝ Բենյամինը, տարբերակ չորրորդ՝ Մանասեն։ Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջինը՝ Հուդան։ Հեսուի մեռնելուց հետո Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին եւ ասացին. Ով առաջ վեր կկենա քանանացիների դեմ մեզ համար նրանց դեմ պատերազմելու։ Եվ Տերն ասաց. Թող Հուդան վեր կենա։ Ահա երկիրը նրա ձեռքը տվի։ Հարց 9-րդ. Ինչպես արձագանքեց Թովմասը, երբ մյուս աշակերտներն ասացին նրան, որ տեսել են Տիրոջը։ Տարբերակ առաջին՝ հավատաց, տարբերակ երկրորդ՝ կասկածեց, տարբերակ երրորդ՝ ուրախացավ, տարբերակ չորրորդ՝ վախեցավ։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ կասկածեց։ Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ, ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ, իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա։ Հարց 10-րդ. Ով էր այն որ փթագուհին, ում միջոցով հրեա ժողովուրդը փրկվեց։ Տարբերակ առաջին՝ Աննան, տարբերակ երկրորդ՝ Եսթերը, տարբերակ երրորդ՝ Եղիսաբեթը, տարբերակ չորրորդ՝ Հեզաբելը։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ Եսթերը։ Նա խնամում էր իր հորեղբոր աղջիկ Ադասային, այսինքն Եսթերին, որովհետև նա հայր ու մայր չուներ։ Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն կգա, բայց դու եւ քո հոր տունը կկորչեք։ Եվ ով գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհի դարձել։ Դե ինչ, հուսով եմ վերհիշեցիք եւ ամրապնդեցիք ձեր գիտելիքները։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր Instagram-յան եւ Facebook-յան էջերին, ինչպես նաեւ YouTube-յան ալիքին եւ մեկնաբանություններում նշել, թե քանի հարցի եք ճիշտ պատասխանել։ Կհանդիպենք մյուս կիրակի։